Բարև ձեզ, Արմ ռադիոյի եթերում լրատվության ժամ է, ստուդիայում Դավիթ Մուրադյանն է։ Այս թողարկման ընթացքում լսեք. Շարլ Ազնավուրը պատվոգրեր է հանձնել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին։ Ամերիկայի հայկական, քրդական, հունական համայնքներն Օբամային կոչ են անում Թուրքիայի նկատմամբ հետաքննություն անցկացնել։ Կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կբարձրանա։ Այժմ այս ամենի մասին մանրամասն։ 2011 թվականի կենսապահովման նվազագույն զամբյուղի տարեկան արժեքը կհրապարակվի այս տարվա հունվարի վերջին։ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջհամադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ հաշվարկի գործակիցները փոփոխվել են եւ կենսապահովման նվազագույն զամբյուղի ցուցանիշները համադրելի են միայն 2010 թվականի 4-րդ եռամսյակի հետ։ Ըստ նրա 2010 թվականի 4-րդ եռամսյակում նվազագույն զամբյուղը 52228 դրամ էր։ 2011 թվականի առաջին եռամսյակում 62640 դրամ, աճը 19.9%։ Երկրորդ եռամսյակում 62259 դրամ, երրորդ եռամսյակում 53804 դրամ։ Նվազումը ծառայության ներկայացուցիչի խոսքով պայմանավորված է գյուղատնտեսական մթերքների գնի նվազմամբ։ 2011 թվականի նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը 114716 դրամ էր, տարեկան աճը 6.3%։ 2011 թվականի 4-րդ եռամսյակում արձանագրված գնաճի արդյունքում կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կբարձրանա։ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական կազմակերպությունների շնորհված պատվոգրերի եւ շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Արտգործնախարարության մամուլի ծառայությունը News.am-ին հայտնել է, որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրը մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնել է Թոփալյան հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, պոետ հայագետ Վահե Գոդելին։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվոգրերը եւ շնորհակալագրերը հանձնվել են Թոփալյան դպրոցի տնօրեն Նևրիկ Ազադյանին, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի Բյուվեին, Թոփալյան դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին։ Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել պարգևատրվածներին հայ մշակույթի եւ հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար։ Դեսպանը նշել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների կողմից տրված պատվոգրերը եւ շնորհակալագրերը խորհրդանշական են եւ անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաեւ օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնահատանքի արտահայտությունն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական, քրդական, հունական համայնքների ներկայացուցիչները նամակ են հղել Միացյալ Նահանգների կոնգրեսին, որում անդրադարձել են 2011 թվականի դեկտեմբերի 28-ին թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով 35 երիտասարդ քուրդ էր սպանվել։ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրությունը նշում է, որ նրանք Ամերիկայի նախագահ Բարակ Օբամայի վարչակազմից պահանջել են հետաքննություն անցկացնել եւ պարզել, արդյոք Թուրքիայի զինված ուժերն այդ հարձակման ժամանակ ամերիկյան արտադրության սպառազինություն են օգտագործել եւ այդպիսով խախտվել է Ամերիկայի զենք զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորելու մասին օրենքը, որով արգելվում է խաղաղ բնակիչների դեմ օգտագործել մատակարարված սպառազինությունը։ Համատեղ նամակում մասնավորապես նշվում է, որ ամերիկյան Associated Press գործակալությունը, բրիտանական The Economist, ամերիկյան Boston Globe պարբերականները, Radio Free Europe ռադիոկայանը եւ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հարձակումն իրականացվել է ամերիկյան արտադրության F-16 կործանիչներով։ Հաշվի առնելով ամերիկյան սպառազինության հնարավոր օգտագործման մասին այդ հրապարակումները, հարձակման այդ մասնավոր դեպքի հետևանքով մարդկանց վիթխարի կորուստները եւ զինանոցը քաղաքացիական անձանց դեմ օգտագործելու Թուրքիայի փորձը, մենք կոչ ենք անում խնդրել վարչակազմին հետաքննելու այդ գործը, ասված է նամակում։ Թուրքիայում նախագահ Աբդուլլա Գյուլի պաշտոնավարման ժամկետների մասին խոսակցությունները մոտեցան ավարտին։ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը հստակեցրել է Գյուլի պաշտոնավարման ժամկետը։ Թուրքական միլիեթի փոխանցմամբ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ նախագահ Աբդուլլա Գյուլը կպաշտոնավարի 7 տարի եւ այլևս չի կարող վերընտրվել։ Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նշել է, որ արդեն կարգավորվում են մյուս կետերը, ըստ որի Թուրքիայի նախագահը ընտրվելու է 5 տարի ժամկետով ժողովրդի կողմից։ Նշենք, որ Թուրքիայում մինչև այս նախագահը ընտրվում էր խորհրդարանի կողմից։ Վերջում տեղեկացնեմ, որ ամերիկյան 1 դոլարը գնվում է 386 դրամով, եվրոն 490-ով, ռուսական ռուբլին 12 դրամով։ Դրսում այժմ 5 աստիճան տաքություն է։ Այսքանը այս ժամի համար ցտեսություն։